Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը չի դադարում ձեր եւ ընդդիմության մյուս լիդերների նկատմամբ այս սպառնալիքներ տարածել ձեր վերաբերյալ, ասում է տասնամյակներով բանտում են լինելու ունես զրկելու է, ձեզ ինչպես եք պատկերացնում ձեզ ունես զրկելու այս process-ը, ենթադրում եմ, որ դա պետք է իրավական ինչ-որ process լինի եւ Դուք պատկերացնում եք դա։ Դուք անձամբ։ Ձեր պատկերացնում Ես չեմ պատկերացնում։ Դրանից տասնամյակներով Ինձ մա ինքն էլ չի պատկերացնում, դա էլ չի պատկերացնում։ Խոսում է էլի։ Մի բան այդ մարդը 8 տարի խոսում է, հիմա մի քիչ էլ խոս։ Բայց տեսնում են, չէ՞, կալանավորումներ համատարած, պարոն Կարապետյան, դատական համակարգը, դատավորները կալանավորում են։ Միայն դրանով իրենք կարողանում են արդարացնել իրենց ապօրինությունները, բժշկեն ժողովրդին, խապեն իրենց ստերով, ցույց տան, որ իրենք հաղթել են, իրենք լավ գիտեն, որ չեն հաղթել, դրա համար ամեն ջանում են։ Դուք 340,000 քվե ունեք, ինչու այդ մարդկանց չեք գեներացնում դուրս գան փողոց, եթե կարծում եք ընտրություններն անարդար են եղել։ Բայց ինչ գիտեք չեն գեներացում։ Դա ուր է այդ գործընթացը, ներողությունը, ընտրություններից անցել է արդեն։ Գեներացնելը դա ժամանակի հետ է կախված։ Կգեներացնենք մի օր դուրս կգան։ Այսպիսի կարծիքներ կան, ասում են գործարք է եղել այդ մարդկանց հետ, իշխանությունն է ասում, փողը վերցրել են, գնացել ընտրել են, հիմա ասում են ոչ մի կապ չկա այդ Դուք հիմա ամենալավագույն լրագրողներից մեկն եք։ Կարող եք մեկ փաստ։ Դուք հիշում եք, ես ինչ եմ ասել, այդ ընտրակաշառքերով գոնե մեկ փաստ, այդ բոլոր լրագրողներով կարող եք հայտնաբերեք մեկ մարդ, ում մենք փող ենք տվել։ Ձայնագրությունները ձեզ համար ինչ-որ փաստ չեն։ Ձայնագրությունները ձեզ համար են անում, մեզ համար դրանք փաստ չեն։ Ձեզ համար հետաքրքիր է լսեք։ Բայց ձեր թիմակիցներից փորձել եք հետաքրքրվել այդ ձայնագրությունները են ու միջև են այդ մարդիկ ովքեր են, ինչ են խոսում, ինչու են խոսում, այդ ինչ փողի թեմա է։ Դա այսպես անձնական հա ձեր հետաքրքրությունը բավականին։ Հիմա եթե ձեր հարևանին ձայնագրեն, ձեզ հետաքրքիր է։ Դե այնտեղ թիմակիցների անունները Դե բայց դուք չեք զգում, որ ապօրինի ձայնագրում են։ Ինչ ասեք։ Ասում է դատարանի որոշումներով ենք ձայնագրում։ Դե կյանքը ցույց կտա, արեք։ Պարոն Կարապետյան, Ամեն ինչ կհայտնաբերենք, բոլորը պատասխանատվության կենտարկվեն, թե ձայնագրողները, թե անողները, թե ընտրություններ կեղծողները, մի վռազեք։ Պարոն Կարապետյան,